Այսօր մենք Գարեգինի հետ կխոսենք վարկերի հետ կապված տարբեր թեմաներով։ Որն է տարբերությունը վարկերի, վարկային գծերի, ապառիկների միջև։ Վարկի կամ վարկային գծի ուշացնելը զեկույցի ենթադրում ախրա վարկային բյուրո, որը վարկային պատմության վրա ունենա բացասական հետևանք։ Ինչին պետք է դարձնել առաջնահերթ ուշադրություն վարկերը միավորելիս այդ որոշմանը գալու ժամանակ։ Վարկային գիծ ավելի կարճաժամկետային, ավելի շատ հարմարության գործիք է եւ մեկ-մեկ եթե պետք եղավ կարող ես ըստ էության իրան դարձնես վարկ, իսկ եթե գիծը չես փակում, դառնում է վարկ։ Ունենալ մեկ երկարաժամկետ վարկ, թե ունենալ մի քանի վարկեր, բայց ավելի կարճ ժամանակահատվածի համար նախատեսված։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Pars Talks։ Այսօր մենք Գարեգինի հետ կխոսենք վարկերի հետ կապված տարբեր թեմաներով։ Բարև ձեզ, ես եմ ուրախ վերադառնալ Pars Talks-ի տաղավար եւ խոսել ֆինանսական կարևոր եւ հետաքրքիր թեմաների շուրջ, որոնք վստահ եմ կօգնեն ձեզ ձեր ֆինանսական որոշումների կայացման ընթացքում։ Այսօրվա թեման վարկերի մասին, մասնավորապես վարկերի միավորման, վարկերի, վարկային գծերի, ապառիկների միավորման մասին է եւ անգրավ վարկերի մասին է խոսքը։ Որն է տարբերությունը վարկերի, վարկային գծերի, ապառիկների միջև, որպեսզի ավելի պատկերավոր լինի մեր հետևորդներին։ Խոսակցությունը անհատական վարկերի մասին է, ճիշտ է։ Խոսակցությունը անհատական անգրավ վարկերի մասին է, որոնք ավելի արագ են եւ ավելի մատչելի են։ Գրավը ինքը վարկի ապահովման միջոց է, այսինքն բուն վարկի հետ կան կապ չունի, ինչքան որ վարկ ստանալու ապահովությունը։ Վարկը իրանից ներկայացնում է փոխառություն ստացված բանկից, ընդ որում միայն բանկի տված փոխառություններն են, որ վարկ են կոչվում ըստ քաղաքացիական օրենսգրքի։ Եվ համապատասխանաբար որոշակի մարման գրաֆիկով վարկը մարվում է։ Սովորաբար մեր մոտ ամեն ամիս վճարվում են տոկոսներ, հոսագումարներ եւ վարկի մայր գումարի մարման որոշակի տրամաբանությամբ մարվում է մայր գումարը։ Երկու տարբերակ կա կարելի ասել, կամ մայր գումարը բաժանում են հավասար մասերի, կամ բանաձևի միջոցով հաշվում են, այսպես ասած, անուիտետ, որը նշանակում է, որ ամեն ամիս վարկառուն վճարում է միևնույն գումարը, որը իր մեջ պարունակում է տոկոսագումար եւ մայր գումար։ Ժամանակի ընթացքում տոկոսագումարը պակասում է, մայր գումարը ավելանում է, բայց ամսական մարումը միշտ նույնն է մնում անուիտետի դեպքում։ Դա հարմար է հեշտ այնքանով, որ պետք չի գրաֆիկ նայել եւ նաեւ միշտ նույն գումարն է վճարում մարդը, եթե մենք ստանում ենք կայուն եկամուտ, աշխատավարձ օրինակ, այդ դեպքում մեր համար նաեւ հստակ է, որ աշխատավարձի մի ինչ-որ X% գնում է վարկի մարման։ Մյուս տարբերակի դեպքում այդ գումարները ամեն ամիս նույնը չեն։ Սկզբում տոկոսները շատ են, հետո պակասում են եւ ժամանակի ընթացքում մարումները ըստության տարբեր են, պակասում են։ Դա ինչ վերաբերում է վարկին, վարկային գծերը, գիծ բառը իրանից ենթադրում է, որ ունես որոշակի սահմանաչափ, որի մեջ կարող ես վերցնել անհատական ֆինանսի պարագայում, դա սովորաբար վերաբերվում է քարտերի վրա տրվող գծերին։ Այդտեղ էլ կարելի ասել, որ երկու տարբերակ կա, կամ overdraft կամ վարկային գիծ, ինչով են իրանք տարբերվում։ Վարկային գիծը սովորաբար տրամադրվում է որոշակի արտոնյալ ժամկետով, overdraft-ը ենթադրում է, որ անմիջապես վերցնելուց հետո տոկոս է սկսում աշխատել։ Երկուսի տրամաբանությունն էլ նա է, որ ունենք ինչ-որ մաքսիմում առավելագույն սահմանաչափ, որի շրջանակներում վերցնում ենք, եւ դա սովորաբար կարճաժամկետ է։ Կարտերի դեպքում ամեն ամիս վերցնում մարում ես, հնարավոր է մարել սովորաբար 10-ից մինչև 100%։ Ես օրինակ միշտ լռելային դրել եմ 100%-ի վրա, այսինքն ամսվա մեջ օգտագործում եմ վարկային գծից ինչ-որ չափ, հետո ժամանակը որ գալիս ամբողջությամբ մարում եմ։ Բանկին բնականաբար ձեռնտու է մյուս տարբերակը, որ մարենք 10%, որովհետև
ստացված վարկը արդեն վարկային գծերը սովորաբար ավելի բարձր տոկոսներով են լինում։ Ինքը մի կողմից հարմարություն է, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ ծախսը։ Ապառիկը սովորաբար կիրառվում է գնման գործարքների դեպքում, որպես կանոն էլեկտրոնիկա, համակարգչային սարքավորումներ եւ այլն։ Ապառիկը ենթադրում է, որ ինչ-որ նախնական գումար ենք վճարում, որոշ դեպքերում կարող է չվճարենք էլ 1-ից 2 տարի սովորաբար ժամկետով ամսական նույն ձևի գրաֆիկ է կազմվում, վճարումներ է կատարվում, ապառիկի դեպքում սովորաբար այդ ամեն ինչը ավելի գայթակղիչ ձևով է ներկայացվում։ Բայց այդ բոլոր ձեր թվարկած ֆինանսական պրոդուկտներին միավորում է մարդկանց ցանկությունը դրանից օգտվելու եւ որպես կանոն, եթե դա հարմար է, իսկ դա հիմնականում հարմար է ֆինանսական տեսանկյունից, մարդիկ ունենում են մեկից ավել այդպիսի պարտավորություն, եթե կարելի այդպես ասել, այսինքն կարող են ունենալ թե վարկային գիծ, թե ապառիկ, թե վարկ կամ մի քանի վարկեր եւ այստեղից բխում է հաջորդ հարցը, ինչքանով է հարմար ունենալ միաժամանակ մի քանի այսպիսի վարկային գիծ կամ ապառիկ եւ դրանցից բխող պարտավորությունները։ Արդյոք դա հարմար է, թե կարելի է ինչ-որ եղանակ լուծում գտնել, որպեսզի թեթևացնել բեռը կամ ավելի հարմար ու հեշտ դարձնել այդ վարկերի սպասարկման պայմանները։ Այսօր շուկայում առաջարկները բավականին շատ են եւ մեր կյանքում ամեն ինչը սկսել է շատանալ, օրինակ, չգիտեմ, մի քանի հեռախոսի քարտ, մի քանի բանկային քարտ, մի քանի բանկային հաշիվ։ Ինչ որ առումով դա տալիս է նաեւ լրացուցիչ ապահովություն, օրինակ, եթե ճամփորդում ես եւ մի քարտից հետ կարող է խնդիր լինի, մեկ այլ բանկի քարտը կարող է այդ պարագայում քեզ դժվարկացությունից հանի, այսպես ասած, կամ մի քարտից հետ կարող է խնդիր լինի, մեկի ռոմինգը չմիանա, մյուսը միանա եւ այլն։ Բայց ինչքան որ շատանում են այդ հաշիվները, հատկապես վարկերը, որովհետեւ վարկը իր հետ ենթադրում է նաեւ տոկոսների մարում, եւ այսօր նաեւ բոլոր բանկերը փորձում են քարտերի համար լավ պայմաններ առաջարկել, քեշբեքներ, տարբեր արտոնություններ, ճամփորդական արտոնություններ, բիզնես լաունջեր եւ այլն։ Այդ դեպքում հնարավոր է, որ ժամանակի ընթացքում մոտուտ քարտերը շատանան, քարտերի հետ էլ շատանան իրենց վարկային գծերը, օրինակ, եւ կողքից մի հատ էլ ապառիկ ունենաս, մի հատ էլ վարկ ունենաս, այդ ամեն ինչը պետքա հիշել։ Ու հիշելը, ես ճիշտն ասած, խորտ չի տա, երևի թե պետքա ինչ-որ ձևով կառավարել կամ պետքա նոթատետրում գրանցես կամ Excel-ով, ես օրինակ Excel-ով վարում եմ իմ այդ հաշիվները, որտեղ հնարավոր չի հիշել։ Կամ տալ AI agent-ին ինչ-որ, եթե այդպիսի ապահով հնարավորություններ կա։ Agent-ին շատ վստահում ես, կարաս իրան էլ տաս։ Ամեն դեպքում ուշացնելը ոնց որ կան ցանկալի չի, որովհետև վարկի կամ վարկային գծի ուշացնելը զեկույց է ենթադրում վարկային բյուրո, որը վարկային պատմության վրա կունենա ոչ դրական կամ ըստ բացասական հետևանք։ Եվ միավորվող վարկի գաղափարը ըստ էության մարդու կյանքը հեշտացնելու համար է, որպեսզի մեր ուղեղը ոչ թե ծանրաբեռնենք հերթական պարտավորությամբ, այլ երևի թե զբաղվենք ավելի ստեղծարար աշխատանքով կամ ստեղծարար մտածողությամբ։ Այսինքն կարելի ասել, որ հնարավորություն կա տարբեր բանկերի առաջարկները, որոնցից օգտվել եք վարկերի տեսքով, վարկային գծերի, այնուամենայնիվ վերցնել, բերել, միավորել մի տեղում եւ հիշել մեկ ամսաթիվ եւ այդ վճարումը կատարել բոլոր այդ պարտավորությունների մարելու համար, սպասարկելու համար այդ վարկերը մեկ օր ընդամենը։ Գոնե դա արդեն բավական մեծ առավելություն է, որովհետև ինչպես դուք ասեցիք, ամենատարբեր ինչ-որ իրադարձություններ են լինում, ունենում են շատ պարտավորություններ, աշխատանք, կյանք եւ այլն, ու նաեւ այդ մարումները, որոնք որ պետք է անես, եթե օրինակ կոմունալների դեպքում մարդիկ մոտավորապես գիտեն քիչ թե շատ որ օրին է լինում, չգիտեմ, այս կամ այս հաշիվները, ամսի 10-ով։ Եվ դու կարողանում ես խմբային վճարում անել հավելվածում օրինակի համար, իսկ վարկերի դեպքում ոնց որ վարկերի միավորման հնարավորությունը տալիս է այդ նաև հնարավորությունը
մի օրով այդ հարցը մի օրվա մեջ այդ հարցը լուծելու։ Արդ բանկը նման պրոդուկտ է մշակել եւ առաջարկում է միավորել անգրավ մինչեւ 5 միլիոն ընդհանուր գումարով վարկեր, մինչեւ 5 տարի ժամկետով եւ 17% տոկոսադրույքով։ Այո, բացի այդ նաև այդ առաջարկը ենթադրում է 1 միլիոն հավելյալ ֆինանսավորման հնարավորություն եւ հաստատի դու կարող ես միավորել քո վարկերը եւ նաև ունես հնարավորություն հավելյալ ֆինանսավորում ստանալու, ինչը եւս հետաքրքիր հնարավորություն է, եթե դրա կարիքը կա։ Եվ այսպես երևի թե անցնենք բլից հարցերին, վարկ թե վարկային գիծ։ Վարկը ենթադրում ավելի երկարաժամկետ վերցնել եւ համապատասխանաբար ավելի փոքր մայր գումարի վճարումներ ունենալ։ Վարկային գիծ ավելի կարճաժամկետ է, ավելի շատ հարմարության գործիք է եւ մեկ-մեկ հա եթե պետք եղավ կարող ես ըստ էության իրան դարձնես վարկ, այսինքն եթե գիծը չես փակում, դառնում է վարկ։ Ինչին պետք է դարձնել առաջնահերթ ուշադրություն վարկերը միավորելիս այդ որոշմանը գալու ժամանակ։ Պայմանները, որ առաջարկում է բանկը, փորձել է պրոդուկտը մշակել հաճախորդի համար այն գրավիչ դարձնելով, այսինքն դա եւ ժամկետն է, եւ տոկոսադրույքն է, եւ լրացուցիչ այդ գումար ստանալու հնարավորությունն է եւ նաեւ հարմարությունը, որ ամսվա մեջ մի օր է պետք է հիշել դրա մասին։ Եվ հավանաբար այս հաղորդումը դիտող մեր հետևորդները կամ պարզապես այն հետևորդները, ովքեր դարձան հետևորդ մեր հորդորներից մեզ հետևելու, այսինքն նոր են միացել մեր ալիքին, իրենց հետաքրքիր կլինի, որն է ավելի ցանկալի տարբերակ՝ ունենալ մեկ երկարաժամկետ վարկ, թե ունենալ մի քանի վարկեր, բայց ավելի կարճ ժամանակահատվածի համար նախատեսված։ Եթե դա էլ կախված է ինչ-որ եկամուտների կամ ֆինանսական պլանավորման հմտություններից, հա։ Եկամուտներից բնականաբար կախված է եւ երևի թե ավելի լավ է մտածել ինչպես ավելի շատ վաստակել, քան ստերքը, ինչպես ավելի քիչ տոկոս վճարել, բայց մեկը մեկին չի բացառում։ Ես ինքս այդպես վարկերի մեծ սիրահար չեմ, այսինքն վարկային գիծ օգտագործում եմ, որովհետեւ դա հարմարություն է, իսկ վարկ երևի թե ավելի հաշվարկված, ասենց ասեմ։ Շատ լավ։ Կարծում եմ, որ սպառիչ, բայց նաև հակիրճ տվեցինք տեղեկատվություն։ Ամեն դեպքում ցանկալի է, որ որոշումները, որ կայացնում ենք, լինեն գիտակցված, չափված, այսինքն մենք հասկանում ենք ինչքան տոկոսագումար ենք վճարում, ինչպիսի ռիսկեր ենք վերցնում, եթե չենք կարողանալու վճարենք, ինչա դա ենթադրում եւ այլն։ Այսինքն չգայթակղվենք արտաքին գուցե հարմարություններով կամ ինչ-որ շատ արագ ինչ-որ բան ձեռք բերելու հնարավորությամբ, այլ որոշումը ավելի սառնասիրտ, ավելի գիտակցված, ավելի ժամանակի եւ տարածության մեջ հավասարակշռված կայացնենք։ Այո, ինչպես եւ ամեն ինչը ֆինանսական գրագիտության շրջանակում պահանջում է ուշադրություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն եւ բրբտող մտածել։ Երևի թե կավելացնեմ, որ այսօրվա մեր այս արագացված աշխարհում եւ հաշվի առնելով տարբեր երևի նաև հանգամանքներ, առաջ է գալիս հարմարության հարցը, օրինակ ժամանակին գուցե ավելի շատ էինք մտածում, ես ինքս կարող եմ ավելի շատ էի մտածում ֆինանսական մասով կամ ծախսերի մասով, բայց այսօր հաճախ մտածում ես հարմարության մասին։ Նույն ավելի երևի տրիվիալ օրինակ ասեմ, չգիտեմ, պարկինգի մասը, որը ժամանակիդ վրա է ազդում, այսինքն հնարավոր է դու ինչ-որ գործողություն անես, մի քանի հազար դրամ խնայես, բայց դրա արդյունքում օրվա մեջ կորցնես, ընդհանրենք ժամուկես կամ 2 ժամ ժամանակ, որը եւս պետք է հաշվի առնել, որ կարևոր է, նույնիսկ եթե դու դա անմիջապես փողի չես վերածում, դա քո կյանքից է գնում։ Հետևաբար հարմարությունը եւ ֆինանսները եւս իրար հետ համադրելի հասկացություններ են։ Եվ ասեմ, որ այսօր մարդիկ ձգտում են ավելի նաև հարմարավետ բանկային սպասարկում ստանալ եւ պատրաստ են դրա համար վճարել։ Կարելի ասել, որ վարկերի միավորումը հենց այդ ձեր ասած հարմարավետության եւ ֆինանսների տեսանկյունից հարմարավետության այդպես միքսն է, որովհետեւ ինչպես խոսեցինք քիչ առաջ մարդիկ կարողանում են այդ վճարումները կատարել 1 օր եւ չհիշել
տարբեր Այո, բնականաբար ամենամեծ հարմարավետությունը երևի թե բանկային հավելվածն է, որը օգնում է ամեն մի փոքր հարցով բանկ չայցելել, բայց մյուս կողմից այսօր միտում կա մարդկանց գոնե մի մասը ուզում են գնալ բանկեր, այսինքն ամբողջությամբ դեռևս մենք չենք թվայնացվել, մարդիկ նաև մարդկային շփման կարիք ունեն։ գուցե վստահության որոշակի, դա նաև տարիքից գուցե կախված։ Այո, տարբեր հանգամանքներ կան։ Շատ լավ։ Սիրելի ունկնդիրներ, շարունակեք հետևել մեզ, սեղմեք զանգի կոճակը, բաժանորդագրվեք, եթե հավանում եք մեր հաղորդումները եւ կհանդիպենք այլ նոր հետաքրքիր թեմաների շուրջ։ Եվ չմոռանաք մեկնաբանությունների դաշտում գրել ձեր հարցերը, մենք ապաման կծանոթանանք եւ կանրադառնանք ձեր հարցերին մեր հաջորդ հաղորդումների ընթացքում։ I need a dollar, that's